Յուրաքանչյուր ուղի մի կամուրջ է մեր արմատների եւ ներկայի միջև։ Բարի գալուստ Մարիշի հետ հաղորդաշար Բելգիահայ ռադիոյի եթերում։ Ես Մարիա Հակոբյանյանն եմ եւ այսօր մեր այդ կամուրջը կանցնենք Հայր Տիրայրի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ ենք, Փարքասո, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ ենք։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ ժամանակ հատկացրեցիք հանդիպելու մեզ հետ։ Ինձ հետ էլի։ Շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Եկել մեզ հարգեցիք, պատվեցիք, կանչեցիք, որ այս ուղին մենք էլ ձեզ հետ անցնենք։ Շատ հետաքրքիր ինտերվյու լինելու կարծում եմ, որովհետեւ ուզում ենք ամեն ինչ իմանանք ձեր մասին։ Ձեր լավ պատմությունները, վատ պատմությունները, դժվար, հեշտ պատմությունները։ Սկսենք ամենասկզբից։ Որտեղ եք ծնվել, երբ եք ծնվել։ Ծնվել եմ 1986 թվականին Կիրովականում, եւ ոչ թե Վանաձորում, այն ժամանակ դեռ Կիրովական էր, ամբողջ իր սովետական ժառանգությամբ եւ պոստսովետական ժառանգությամբ։ Նույն քաղաքում նաեւ դպրոց եմ գնացել, այնտեղ մեծացել եմ, այսպես ասած, ընտանեկան եւ ոչ ընտանեկան դաստիարակությունը ստացել եմ Կիրովականում, Վանաձորում, նորից հետո արդեն դե երկար ճանապարհ հոգեոր ասպարեզում։ Կհասնենք դրան։ Ձեր անունը ծնված շատ ժամանակ չենք գաղտնազերծում մեր անունը, որովհետև չգաղտնա, երբեմն ճիշտ չեն հասկանում, այո, ունեմ ծնված անուն, որ մորս ու հորս կողմից կոչվել եմ Գոր։ Գոր։ Բայց դե հետագայում երբ որ փոխվում է, ուղղակի շատ ժամանակ հիմա ինձ այդ անունով անգամ իմ ընտանիքի անդամները չեն դիմում։ Ինչ հետաքրքիր։ Կորսված անուն է ինձ համար, այս կորսված այնքանով, որ մինչև իմ ձեռնադրությունը այո, այդ անունը իմն է եղել, բայց ձեռնադրությունից հետո այլևս այն եմ, ինչ որ Աստված կամեցել է։ Եղավ։ Իսկ ո՞նց եք ընտրել Տիրայր անունը։ Մենք չենք ընտրել կուսակրոնները, երբ որ ձեռնադրվում են, կուսակրոն հոգևորականների համար ընտրում է վեհապարը կաթողիկոսը։ Ինչ հետաքրքիր է։ Ամուսնացյալների համար ընտրում է եպիսկոպոսը, ձեռնադրող եպիսկոպոսը, իսկ կուսակրոնների համար անձամբ վեհապարը։ Բայց դες շատ սազում է Հայր Տիրայր անունը։ Իմը գիտեմ, որ դրվել է ի պատիվ Տիրայր arczepiskopos Martikյանի, ով որ երկար տարիներ Ռումինիայի թեմի առաջնորդն էր եւ մահացել էր, ի պատիվ իրեն, այսինքն ինձ դրեցին Հայր Տիրայր։ Բարձր։ Փոքր ժամանակ դպրոց, ինչ եք սիրում անել, ինչ չեք սիրում անել։ Փոքր ժամանակ դպրոց լավ եմ սովորել, գիտելիքներս ավելի զորավոր էին ինֆորմատիկայի, մաթեմատիկա, ֆիզիկա, բայց ավելի շատ մաթեմատիկա, երկրաչափություն, անգամ երկու անգամ, մի անգամ օլիմպիական փոխ-չեմպիոն եմ եղել, մի անգամ մասնակցել եմ համապետական օլիմպիադային, որովհետև բավականին լավ գիտելիքներ ունեի մաթեմատիկայի երկրաչափության շրջաններում։ Երաժշտություն, սպորտ։ Ոչ, երաժշտություն, սպորտ, ինչպես որ յուրաքանչյուր հայ պատանի, չէ, սպորտի բոլոր տեսակները մասնակցել ենք։ Երկարաժամկետ հավանաբար եւի լողն է եղել, որ 4 տարի շարունակ գնացել եմ, իսկ մնացածը որ ամեն 6 ամիսը մեկ ինչ որ յուրահատուկ սպորտաձև էր հայտնվում, որ դա ինքը դառնում էր տրենդ, մոդա, բոլորը գնում էին դրան, դա վերջացնում էին, հաջորդին։ Գիշեր նաև այդ ձուկ պահելն էր ժամանակին, որ ամեն մեկը պիտի իր տան մեջ ձուկ պահեր։ Ուրեմն մենք ձկներ ունեինք, գուպիներ։ Այս գուպիները թռնում էին ակվարիումից դուրս, չէ՞ միշտ, որ չէինք փակում այդ վերևը։ Այս եղբայրս սուք էր իր համար այս գուպիները, որ դուրս էին թռնում, սատկում էին։ Շատ էր լացում, մաման ֆոլգայից դագաղ էր սարքում, Արմենը ամբողջ բակի հետ գնում էին այս գուպիներին թաղելու, միաժամանակ հետո մաման ասեց վերջ, այլ դուք չենք ուզում։ Մենք էլ ճիշտն ասած գուպի, դանյո, ինչ որ այդպես ձկների տեսակներ կար։ Մեր խնդիրը ուրիշ էր, որ դրամ չունեինք, որ տաքացուցիչ առնենք, ու մենք մեր ձեռքի տակ եղած իրերով էինք տաքացուցիչներ սարքում, որոնք որ պիտի անպայման ջերմաստիճանը կարգավորեին ու հիմնականում ամբողջ հարևանությունը առաջի օրը բավականին դրամ տալիս էինք ձուկն առնում էինք, հաջորդ օրը երացնում էինք ձկներին ջրերի մեջ։ Բոլորի տանը երասած ձկներ էին, որտեղ չէին կարողանում ճիշտ ջերմաստիճանը կառավարել։ Ինչ մեղք են, չէ, ձկները ինչով են անցել։ Այդ ձկային պատմությունները մեր տանն է շատ ցավագին էր։ Ավարտում եք դպրոցը։ Ինչև դպրոցը ավարտելը 4-րդ դասարան էի։ Կիրակնորյա այդպես դպրոց, երբ որ այստեղ Կիրակնորյա դպրոց է ասում, բոլորը հասկանում են սովորական դպրոցը, բայց հայ եկեղեցու կից
մարդիկ էին, ովքեր որ տարբեր դպրոցներ էին գնում, որպեսզի հենց կիրակնորյա ավելի կրոնական դասընթացներ կազմակերպեին։ Եվ մեր դպրոց եկան բոլոր դասարաններում ոնց որ փոքրիկ իրենց ժամանակ էին տրամադրում, որ խոսեին ու եթե երեխաների մոտ ցանկություն առաջանում էր, ես 4-րդ դասարան էի, երբ որ մեր դասարանում խոսեցին, ասացի, որ ես ուզում եմ մասնակցեմ։ Եվ վերջը չի խոսում, տանը չի ասում, դասերի ընթացքում միշտ մասնակցում էի, որտեվ ես էլ բավականին հեռու էր դպրոցս, տանից հեռու էր, պիտի ավտոբուս նստեի, մի 10 կանգառ գնայի, միշտ մասնակցում էի եւ Կիրակի օրեր դասերներ փաստորեն։ Չէ, սովորական։ Հա, կիրակնորյա դպրոց էր կոչվում, բայց շաբաթվա մեջ։ Շաբաթվա մեջ սովորական մեր դպրոցում հենց դպրոցում կիրակնորյա կոչվում էր, որ ինքը անուն է այդպես է, որ հասկանանք, որ կրոնական է, բայց կիրակնորյա է անունը։ Հա, բարձ է։ Մենք պատրաստվեցինք, միջոցառում էինք պատրաստում, աստվածաշնչյան դրվագ կար, դրա ներկայացումը, որտեղ որ ես պիտի Պետրոս Արաքյալի դերը տանայի։ Այդ ժամանակ զանգեցին իմ ծնողներին, իմ ընտանիքին զանգեցին, որ հրավիրեն եւ դե խառնվեցին ընտանիքիս անդամները միանգամից, մտածեցին, որ աղանդավորական որևէ կազմակերպության մեջ եմ ընկել կամ դուս զգուշացրեցին, ասեցին, որ չէ, մեր եկեղեցին է եւ այլն եւ այլն։ Արդեն ուրախացան իմ ընտանիքում, որ ասեմ, որ հավատավոր մարդիկ են եղել, սուտ կլինի, բայց հակառակն էլ սուտ կլինի, այսինքն հավատքով են եղել, բայց իրանք եկեղեցի մշտական հաճախող պատարակներին մասնակցող կամ կրոնականներ չեն եղել։ Կարծեմ տատիկիս պապիկը քահանա եղել է ինչ-որ, բայց ոչ մեկ տեղյակ չի։ Ամեն դեպքում մենք էլ սովորական հայկական ընտանիքների նման եկեղեցի գնացող մոհ վառող դուրս եկող մարդիկ էինք, որ 3 ամիսը մեկ կամ զատիկից զատիկ գնում ենք այդ մոհը վառենք ետ գանք։ Այդպես է, առաջի քայլս այդպես է եղել, որ սկսել եմ եկեղեցի գնալ։ Պապիկս ասում է, որ քնելուց առաջ եթե հանգիստ է խիղճդ, դու աստու առաջ հանգիստ ես։ Միշտ տենց էր ասում է քնելուց առաջ հայ մեր ասա, ու եթե հանգիստ քնում ես, խիղճդ հանգիստ է, ուրեմն դու հանգիստ ես։ Փաստորեն 4 դասանից սկսում է ձեր ոնց որ ծանոթանալը քրիստոնեության, կրոնի։ Մի տարի չեր անցել հարցրեցին, եթե մարդիկ կան, որ կուզեն շապիկ հագնեն եւ արդեն եկեղեցում կիրակի օրը կան իրենց ծառայությունը բերեն։ Նորից ես ասեցի, որովհետեւ դասարանում կլինեինք հավանաբար 20-25 հոգիներ, բայց միայն ես ցանկություն հայտնեցի, ասեցի ես ուզում եմ եկեղեցի գամ, որովհետեւ այդտեղ ուղակի դասարան էր, որտեղ հավաքվում էինք ու կրոնական նյութերի մասին ուսուցում ունեինք, բայց եկեղեցի ես եմ գնացել, որ այդ տարիքում կարծում եք ինչ-որ բան փոխեց դա ձեր համար այդ դասընթացները։ Եթե դասընթացը չփոխեր, ես ուղղակի եկեղեցի չէի գնա։ Ես միշտ ասում եմ, որ մեկ հարցնում են ինչպես եղավ, որ որոշեցիր հոգևորական դառնալ, ես ասում եմ, ես չեմ որոշի, Աստծո կանչն է եղել, որովհետև չեմ կարծում, որ 4-րդ դասարանում այնքան մեծ գիտակցություն եմ ունեցել, որ հասկանայի ուր եմ գնում։ Բայց կանչը եղել է։ Եղել է, բայց եւ դա պատասխանել եք։ Կարևորը դա է։ 5-րդ դասարանից սկսում եք արդեն մասնակցել կիրակնորյա ծառայություններին։ Այո, 5-րդ դասարանից արդեն ձեր եկեղեցու։ Այո, Վանաձորում մի եկեղեցի ունենք, սկսում եմ արդեն եկեղեցի գնալ ու ամեն կիրակի պարտադիր ձևով։ Ինչ է կատարվում երիտասարդի կյանքում, երբ որ ինքը սկսում է կիրակի օրերը անցկացնել եկեղեցում։ Նախ փոփոխություն է բերում քո մեջ պատասխանատվության զգացողություն, որովհետև այդ շրջանում գիտեք, մանավանդ մանկահասակ երեխաների մոտ պատասխանատվության զգացողություն չկա։ Միշտ իրենց ծնողներն են եւ այլն, բայց եկեղեցի գնալը պատասխանատվություն է բերում, որ պիտի սա անես, պիտի սովորես, պիտի Աստծուն ծառայես, նաեւ ժողովրդին ծառայես, բայց մյուս կողմից այնպես էլ չի, որ ամբողջ հոգով սրտով ամեն ինչ փոխում է, որովհետև մի անգամ կարծեմ Էլի առիթ ունեցել եմ խոսելու, հայրս ասում էր, որ ես զարմանում եմ, թե դու շաբաթվա ընթացքում ինչեր ես անում ու կիրակի օրը խելոք գնում եկեղեցի։ Դե երեխա մնա, իմ հարցն էր մյուս, որ ուզում էի ասեի խելոք բալիկ էիք, թե չարաճճություններ էիք անում։ Անկեղծ ասեմ, ոչ, երբևիցե խելոք չեմ եղել։ Ընտանիքում ունեմ մեծ եղբայր եւ քույր, որոնք բոլորը նույն դպրոցն են գնացել, ու շատ ժամանակ ուսուցիչները ասում են, որ ես իրենց եղբայրը չեմ, որովհետեւ չէր կարող այդպիսի երկու տաղանդավոր երեխայից հետո իմ նմանը լինել։ Ու մասնավորապես ես շեշտեցի, որ ծնվել մեծացել եմ Կիրովականում եւ ոչ թե Վանաձորում։ Նաև լինելով երրորդ երեխան, դե գիտեք, ծնողները ամբողջ ուշադրությունը սկզբից առաջինի վրա դաստիարակում են, երկրորդին դաստիարակում են, երրորդին դեռ լավ է, թող տեսնենք ինչպես կլինի։ Այն ընկերական շրջապատը, որ ես ունեցել եմ 8-րդ 9-րդ դասարանում,
այդ շրջապատի մի մասը էլ այլևս ողջ չեն, մի փոքրիկ մասը նաև բանտերում են, մի որոշ մասը ետ կանգնեց ամեն ինչից, ամուսնացած են ընտանիքով եւ այլն, որովհետեւ տվյալ ժամանակահատվածում պահանջը երիտասարդներից դա էր։ Ես միշտ ասում եմ, փոխանակ մեզ սովորեցներին Մեսրոպ Մաշտոց, փոխանակ մեզ սովորեցներին Գրիգոր Նարեկացի, մեզ սովորեցնում էին կրիմինալ մարդկանց անուն, ազգանուն իրենց անցած ուղին։ Որևէ երիտասարդի կանգնացնեիր, հարց տայր գրականությունից, հարց տայր մեր մեծերից, ոչինչից տեղյակ չէին։ Կրիմինալ դաշտում անցնողներից բոլորի անուն ազգանունով կենսագրությամբ որտեղ են եղել, ինչ են եղել, բոլորը գիտեն։ Ինչի՞ դա կապված դպրոցի, թե այդ պահի հետարքրությունների։ Կարծում եմ մենթալիտետի հետ էր կապված, որովհետև սովետները նոր էր վերացել, դեռ այդ սովետական ուժեղ մշակույթը կար, որ մեզ համար այդ կերպարները հեղինակություն էին, բայց անկեղծ ասեմ, այն ձևով որ ներկայացում էր, դա նաև իրոք կարող է հեղինակության ինչ-որ մաս համարվել, որովհետև ներկայացում են մարդիկ, ովքեր որ իրենց խոսքի կրողն են, այսինքն երբեք եթե խոսքն ասեցին, խոսքից դուրս չեն գալի, փոքրիկների կամ նեղյալ մարդկանց պաշտպաններն են, մյուսը, այսպես կես լեգենդ, կես իրականություն նայում ենք ու միշտ փորձում ես նմանակել, այսինքն այդ հիմա որ շատ խոսում է փողոցային բարքեր, որքան որ մեծ վնաս տվեցին այդ փողոցային բարքերը մեզ, բայց նույնքան եւ մեծ օգուտ տվեցին այդ փողոցային բարքերը մեզ, որովհետեւ այն ժամանակ ամեն մի խոսք ասելուց 40 անգամ մենք մտածում ենք, որ եթե այդ խոսքը ասեցինք, հետո դրա պատասխանատվությունը պիտի կարողանանք կրել, թե չէ։ Իսկ այսօր գիտեք, որ խոսքը արժեք չունի, ով ինչ ուզում խոսում է, առանց մտածելու։ Չգիտեմ, արժեք չունի, իրոք, որ արժեք չունի։ Ես գտնում եմ, որ այդ խոսքը միշտ իմ համար անձամբ շատ մեծ ուժ ունի, որ երբևիցե դա վերադառնում է, այնտենց անիվի նման պտտվում ու վերադառնում է, չգիտեմ, ես գտնում եմ, որ մարդ պետք է մնա հավատարիմ իր էությանը, իր դաստիարակությանը, ու եթե դու խոսք ես ասում, որը չես մտածում, բոլորիս հետ լինում է, երբեմն ասենք, հա, պետք է կարողանալ ներողություն խնդրել, կարողանալ ճշտել այդ բանը, բայց ճիշտ եք ասում, շատ չար է դարել խոսքը, չար ու չներող, հա, ոնց որ մի տեսակ, միշտ մարդիկ ասում են նրանից հա, որ մարդկանց կյանքը շատ բարդ հա բան, գնացել էի Կուբա, մարդկանց կյանքը շատ բարդ էր, բայց այնպես բարություն կար այդ մարդկանց մեջ, որ ես ապշած էի պարզապես, էլի, չգիտեմ, Կարծեմ Կուբա հասնել պետք չի, հիշեք մեր 92-93 թվերը, ամենածանր վիճակում ենք ու ամենաերջանիկ, որովհետև պատրաստ էինք մեկս մեկի հետ ամեն ինչ կիսել, պատրաստ էինք։ Ճիշտ է, ինչքան չունևոր են, այնքան։ Ի նկատի ունեմ մեր անձնական խոսք։ Ժամանակին, երբ որ ինչ-որ մարդու մասին խոսք պիտի ասեին, կամ իրան մեղադրանք ասեին, կամ որևէ բնորոշում տային, միշտ մտածում էին, որ ասելուց առաջ պիտի դրա համար հիմքեր ունենաս, պատասխանատվության կենթարկվես, ականջդ կձգեն, որ չգնաս, չապացուցես, ես շատ լավ հիշում եմ, որ ինչ-որ մեկին ասում են կեսպես է, այդ թաղի մեծ տղաները հավաքվում էին, այդ մարդուն էլ կանչում էին, ասում են դե ապացուցի, եթե ոչ, քեզ ապտակ ենք տալու, դրա համար ամեն մեկս խոսալուց առաջ 100 անգամ մտածում ենք, ես երբ որ ասում խոսքը արժեքը կորցրել է, այսօր ամեն մեկի մասին ով ինչ մտածում խոսում է, երբ որ ասում ես ապացույց հիմք, դե ասում է դե այդպես են ասում Կամ տենց եմ զգում։ Կամ տենց եմ զգում, կամ ավելի կարևոր, ասում ինչ են ասում, գաղտնի աղբյուրներն են ասում, կամ չգիտեմ, չճշտված աղբյուրներն են ասում, ինչ որ, տենց տարօրինակ անուններ են տալիս, ինչ որ Շատ հեշտ է դարել զրպարտումը, ճիշտ է։ Դա ցավոք սրտի նման բան կա, բայց հուսով ենք, որ գնալով մարդիկ կգիտակցեն, որտեվ նման զրպարտություն յուրաքանչյուրին կարա կպնի, ոնց որ ասում են։ Դպրոցը փաստորեն 5-րդ դասարանից սկսում եք ծառայել եկեղեցում եւ գնում եք շարունակում եք ձեր ուղին։ Մինչև շարունակելը 9-րդ, 8-րդ, 9-րդ դասարանում, որտեղ մի քիչ կասկածներ կար, որտեղ ինքս ֆիզմատ հոսք էի գնում։ Ճիշտ է։ Ու ժամանակին բավականին տարածված էր կիրառական մաթեմատիկա ծրագրավորումը ու պոլիտեխնիկում։ Բոլոր ծնողների համար հպարտություն էր, եթե իրան զավակը կգնա կիրառական մաթեմատիկա ու հզոր ֆակուլտետ էր։ 9-րդ, 10-րդ դասարանում ես մեր դպրոցը հոսքային դպրոց էր, ես նստել եմ ֆիզմատ հոսք։ Ֆիզմատ հոսքում սովորել եմ, ինչպես ասեցի, բավականին շատ ակտիվ էլ ապրել եմ դրսի կյանքով, բայց
10-րդ դասարանում հայրս մահացավ։ 10-րդ դասարանում հայրս մահացավ, մեջս փոթորկումներ եղավ ու անցյալ անգամ չեմ հիշում ում հետ խոսում էինք, ասում եմ, եթե մարդիկ կան, որ հոր կամ մոր կորուստը իրենց հավատքից զրկում այն, մոտ հակառակն էր։ Հորս կորուստը ինձ ավելի հավատքի բերեց, ավելի զորավոր հավատքի բերեց ու մի քանի ամսում ուշադրությամբ նայել եմ հումանիտար առարկաները, հայոց լեզու գրականությունը, որտեղ ֆիզմատ թեկումներով դրանք մինիմալն են, որ ուսումնասիրվում են, բայց քննությունը ջեմարանի համար հենց պահանջում էր հումանիտար առարկաներ։ Եվ աստծո կամոք 10-րդ դասարանում վերջացնելուց հետո ընդունվեցի ջեմարան։ Միշտ հետաքրքրում է վերջերս աղջիկների հետ էինք խոսում, որ հայ ուխտավորների միության անգամ են, տենց մի հատ հետաքրքիր բան ասեցին մեր միջոցառումից հետո, որտեղ Արտուրի հետ էլ ծանոթացանք, ասում էին, ինչ լավ ժամանակ անցկացրեցինք ու մի մասը ոնց որ ավելի շատ հավատացյալ էին, մյուսները ավելի նվազ հավատացյալ։ Ես չեմ կարող ասեմ, որ հավատացյալ չեն, բայց ասենք, ու ես դետ էինք զրուցում մի անգամ, ասում էի, ինչքան լավ ժամանակ անցկացրեցինք, որտեղ ոչ մեկ մյուսին չէր փորձում ոչ մի բան ապացուցել կամ ոչ մի բան ստիպել ու իրար հետ շատ լավ ժամանակ անցկացրեցինք ու աղջիկներից մեկը մի հատ լավ բան ասեց, գիտես, ասեց շատ հաճախ, ասեց հավատքը օգտագործել են, որպեսզի վախացնեն կամ որպեսզի ասեն սա չի կարելի, նա չի կարելի ու շատ հետաքրքիր մի անգամ մամաներով էին նստած, ասում մի օր պետքա զրուցել դրա վերաբերյալ, որտեվ իրոք շատ բաներ կա, որ ծնողները օգտագործել են հավատքը որպես չի կարելի կամ որպես վախացնել ու որպես երևի տենց հիմա դուք որ ասում եք շարունակում էի գնալ Կիրակնորիա դպրոց եւ շարունակել իմ ոնց որ նորմալ փակագծերի մեջ կյանքը երիտասարդ տղայի, չէ, ասենք շատ հաճախ մարդկանց համար այդ երկուսը իրար հետ չի միանում նույն պատկերի մեջ, որտեղ մեր համար եկեղեցական անձինք հավատացյալ ինչ-որ մի վերացական անձիկ են, որոնք երբեք չպետք է սխալվեն, երբեք չպետք է ոչինչ անեն, պետք է միշտ ծառայեն Աստծուն, չէ, ասենք, ու ես շատ ուրախ եմ, որ հիմա կան անձինք, որոնք նաև շատ մտերիմ են մարդկանց, երիտասարդներին ու ընդունում են այդ ամենօրյա կյանքը, ոնց որ ասում է, չէ, ոնց եք դուք կարողանում ձեր մեջ համակցել այդ երկու անձին, հա, ոնց որ։ Անկեղծ ասեմ, շատ պայքար է եղել։ Հա։ Շատ բարդ է այդ ուղին, որովհետև անընդհատ քո մեջ պայքարում է եւ հոգեվորը եւ աշխարհիկը։ Այնինչ որ աշխարհը ձգում է, յուրաքանչյուր երիտասարդի ձգում է, ուզում ես գնաս այդ կողմ, բայց մյուս կողմից հոգեվորը քեզ թույլ չի տալիս որ դա անես։ Այդ պայքարը լիարժեք չես, հոգևորի մեջ մնում ես, պակաս բան ունես աշխարհի։ Աշխարհի մեջ մնում ես, պակաս բան ունես, հոգևորն է։ Պայքարը նորմալ է բոլոր երիտասարդների համար, էլ միայն երիտասարդների չի, ամբողջ մեր հոգևորականի ամբողջ կյանքը նույն պայքարն է, մեջի պայքարն է։ Բայց միշտ ասում եմ, որ Աստծո հետ ես միշտ խոսել եմ, որ իմ սեփական հոր հետ ու բոլորին էլ միշտ խորհուրդ եմ տվել։ Այսինքն, եթե մենք ասում ենք հայր մեր, եթե մենք ասում ենք մեր երկնավոր հայրը, եթե իմ երկրավոր հայրը կարող է իմ տկարությունները հասկանալ ու դրա վրա աչք փակել, բա որքան առավել եւս կարող իմ երկնավոր հայրը հասկանա։ Ես Աստծո հետ խոսալուց ասում եմ, Տեր Աստված, կներես, երիտասարդ եմ։ Ես բանը որ ասում եմ, երիտասարդ եմ։ Այ որ մի քիչ ավելի հասուն մարդ դառնամ, այս բաները չեմ անելու։ Ես իմ սեփական հոր հետ եմ խոսել ու առավել քան վստահ եմ եղել, որ Աստված պիտի ինձ հասկանա, պիտի ինձ տեսնի։ Բայց եթե չլիներ իմ կյանքը նաև աշխարհի մեջ, ես այսօր երբ որ երիտասարդ եմ մոտենում ու դժվարությունից խոսում է, ես չէի կարող իրան հասկանալ։ Ես իրան վերացական խորհուրդ էի տալու։ Ճիշտ է։ Երբ որ մարդը ասում է, որ սիրահարվել եմ, բայց ընկերուհիս այսպես, ես իրան չեմ ասում, գիտես, եղբայր, այսպես աչք քաշվի կամ ձախ Աստված ասում է, եթե սերը իրական է պիտի լինի, չէ, այդ վերացական որ տենց ասում են։ Ինչ խորհուրդ եք տալիս։ Ամբողջապես ուզում եմ մտնել իր զգացական աշխարհը, որովհետև քանի որ ես էլ եմ փոքր եղել, ես էլ եմ սիրահարվել, ես էլ եմ այդ ճանապարհով անցել, ես գիտեմ դա ինձ ցավ է։ Ես ուզում եմ այդ ցավը թուլացնեմ, ոչ թե իրեն խորհուրդ տամ, որովհետև ինքը չի եկել իմ մոտ խորհրդի, ինքը եկել է որ ցավը թուլանա։
Երևի դա էլ բացատրում է ձեր մտերմիկ հարաբերությունը ու այդ համայնքը երիտասարդների, որ դուք կարողացաք ստեղծեք, կվերադառնանք իհարկե Անտվերպենում, որտեղ ես տեսնում եմ, որ հիմա շատ երիտասարդներ կան, համախմբվել են ձեր շուրջը, Հայր Մաղաքյայի շուրջը, ճամբարների շուրջը, որը շատ ինձ ուրախացնում է, որովհետև իրանք յուրաքանչյուրը այդ ճամբարներից, այդ խոսակցություններից կհանի այն ինչ որ պետք է հանի ու ես ունեմ ծանոթ աղջիկներ, որոնք երեխաները գալիս են այդ ճամբարները, նանոյի կազմակերպած եւ այլն, ու յուրաքանչյուրը ասում է, որ երեխան վերադառնում է ճամբարից փոխված։ Ոչ թե փոխված դառնում են հավատացյալ կրոնական, այլ փոխված որպես անձնավորություն։ Մի հատ ընկերուհի ունեմ, ասում է, իմ երեխան չէր խոսում, չէր շփվում, ասում է, հիմա եկել է, շփվում է, ասում է, մարդկանց հետ այդ մեջից այդ վախ, այդ մենակության զգացումը դուրս է եկել։ Ստեղծվել են ընկերություններ, իսկ որ դուք ասում եք մեծ մարդ որ դառնում եք, այդ դժվարությունները թեթևանում են, թե աշխարհիկը միշտ ձեր կյանքի մասն է կազմում։ Հին դժվարությունները իրենց տեղը զիջում են նոր դժվարություններին։ Չէ, այսինքն աշխարհիկը չէ, հիմա զորօրինակ ասեմ, եթե երիտասարդ ժամանակ ուզում ես գնաս փաբում նստես կամ ուզում ես գնաս դիսկոտեկա, որ դու էլ ապրես, որովհետև ձգում է 18-19 տարեկան ես, վստահաբար մեծ տարիքում դրանցից ոչ մեկը չի ձգում։ Այսինքն անգամ եթե առիթ ունենես, չես գնա, որովհետև դա չես ուզում։ Մեծ տարիքում։ Մեծ տարիքում կարծեմ թե ավելի ներքին հանգստությունն է ձգում, որովհետև նայեք, մեծ շատ պես չէ, բայց տարիք կա, որ այդ տարիքից սկսած հիմնականում տղամարդկանց մեծ մասը ունենում է ընտանիք։ Իր ընտանիքով եւ իր ընտանիքի իր զավակների մեջ իր հանգստությունն է գտնում։ Կուսակրոնի համար մի քիչ բարդ է, որովհետև կուսակրոնի ընտանիքը դա իր համայնքն է դառնում։ Կամ իր համայնքը, կամ եթե վանքում ապրում է, վանականները, իր եղբայրները, կոնկրետ ին պարագայով կարող եմ ասել, այսինքն այլոց պարական չգիտեմ, ին վրա ազդում է, երբ որ համայնքից ներսում հանկարծ խժդժություններ են լինում, կոնֆլիկտներ են լինում, կարող է 4 կամ 5 օրով ես դեպրեսիայի մեջ լինեմ, որովհետև դա ինձ խանգարում է, որովհետև կարծես դա իմ ընտանիքը պիտի լինի ընտանիքը ամուր, բայց դա սովորական բան է, համայնք չկա որտեղ որ խնդիրներ չառաջանա, համայնք չկա որ մեկը մյուսի հետ կոնֆլիկտ չանի։ Հայերի մոտ ամեն դեպքում։ Բայց ես դա ինձ դժվարություններ պատճառում է, որովհետև այդ ժամանակը երբ որ հետ եմ գալիս, որքան էլ որ հավատքը զորավոր է, որքան էլ որ կյանքում ես միշտ Աստված կա, բայց երբեմն հետ եմ գալիս եւ ինձ լրիվ միայնակ եմ զգում, մենակ։ Բայց դա լավ չի։ Մենակ այդ պարագաներում է, բայց դա դժվարություն է, որ դրանից հետո էլ ուրիշ էտապ է գալիս։ Մեր ամբողջ կյանքի այդ էտապներն են, եթե չլինի դժվարությունները, չի լինի նաև հեշտությունները, չես հասկանա, որ ինչի մեջով անցար։ Եթե ամեն ինչ հեշտ լինի, մենք ամենամեծ մեղքի մեջ ենք, չէ՞, ընկնում, այդ մեղքյանը ծուլությունն է։ Եթե ամեն ինչ տրված է, ծուլության մեղքի մեջ ենք ընկնում, ոչինչ չենք անում, 21-րդ դարի ավելի վատ բաներ ենք անում, քան թե մարդը որ դժվարություններով անցնում։ 21-րդ դարի դժվարությունը մի քիչ ամեն ինչ շատ հեշտանում է։ Գնում ձեր ուսումը ավարտելուց հետո ինչպես է դասավորվում ձեր կյանքը։ Կարճ կասեմ, որ շատ երկար պատմություն չստացվի։ Ուսումս ավարտել եմ, 2 հատ ավարտաճար ունեմ գրած, այսինքն հիմնական ավարտաճարը 6 տարի հետո մագիստրոսական ավարտաճարը հոգեբանությունից է եղել։ Հոգեբանություն շատ լավ ուսումնասիրել եմ, իմ սիրած առարկաներից մեկն է եղել ամբողջ ճեմարանում։ 1 տարի մնացել եմ Էջմիածնում, քրիստոնեական դաստիարակության կենտրոն կար, որտեղ գնում էինք հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների վերապատրաստում էինք կազմակերպում։ Մի տարի այդ շրջանակում եմ եղել, տարածաշրջաններ եմ գնացել, այդ պատրաստությանն եմ մասնակցել, որից հետո բարեբախտաբար չնայած այն ժամանակ իմ համար դա դժբախտաբար էր, այս օրից հետո ես անընդհատ օրհնեցի, ունեինք արդեն նոր բանակի հոգևոր սպասավորներ ունեինք ու վեհապարը ինձ նշանակեց բանակ, ասես պիտի գնաս բանակում հոգևոր սպասավոր դառնաս, այն ժամանակ արդեն քննություն հետևել որ կուսակրոն դառնամ։ Եվ երբ որ գնացինք վեհապարը ընդունեց, վեհապարը երբ որ մեզ ընդունեց, սարկավակներ էինք, մի քանի հարց տվեց, ասեց շատ երիտասարդ եք, պետքա որ ուժեղ կողմնորոշվեք ու բանակ ուղարկեց անձամբ իմ պարագային։ Ասեց կգնաս կտեսնես, կարող ես դու որպես անձ, որովհետև այստեղ ձեզ ամեն ինչ անում են, մնալու տեղը կա, ուտելիքը սարքողը կա, հագուստը լվացողը կա, ամեն ինչ կա։ Գնացեք մենակ մնացեք ու հասկացեք, կարող եք կուսակրոն դառնալ թե չէ։
ու այնքան հուզված էի ու նեղված էի ես, որ վայ ինչպես կլինի, ես պիտի կուսակրոն դառնա, ես բանակ են ուղարկում, որ մեր մոտ ընտրովիչ էր, այսինքն դու չէիր ընտրում ուր պիտի գնաս, կոնկրետ որտեղ տեղեր կային, թղթերը դնում էին ու վիճակահանության նման քաշում էր, տեսնում էր դու ուր ես ընկել, ես որ վերցրեցի, իմը Բերթի տարածաշրջան էր, դե ինքս լորեցի լինելով կարծես մեր մոտ շատ մոտիկ։ Ու մի համալսարանցի ունեի, հիմա կարծեմ Ամերիկայում հոգևորականա, ինքը քաշեց ու կարդաց Խոջալու։ Այդ Խոջալու բառը միանգամից Լեռնային Ղարաբաղ այսօրով պես տպավորվել է, որ ասես Խոջալու շատ վատ եղավ, ասեցին ինչու ես վատ, ասես բայ ես ուզում եի ամուսնանայի։ Կարծես որ Խոջալուն վերջն է, եթե գնում ես այնտեղ էլ չես ամուսնանում։ Ես ասեցի, քանի որ ես չեմ ուզում ամուսնանամ, դուր ես կգնամ Խոջալու։ Փոխեցիք տեղերը։ Տեղերով փոխել եմ ու իրոք աշխարհի չափ գոհ շնորհակալ եմ ասում, որ ինձ տարավ հասցրեց Ղարաբաղ, Խոջալուի զորամաս, տանկային բրիգադ, որտեղ որ 2010-ից 13-ն եմ եղել, 2010-ին գնացել եմ։ Հա, այդ Խոջալուի բանից հետո է եղել, հա, երևի։ 2010 թվականին։ Դեռ ամեն ինչը մերն էր, մեր ձեռքում էր։ Բայց իմ կյանքում ֆունդամենտալ փոփոխություն ա բերել բանակում ծառայելը։ Ֆունդամենտալ։ Այսինքն դուք ծառայում էիք բանակում Որպես հոգևորական։ Որպես հոգևորական։ Ի՞նչն է տարբերությունը։ Տարբերությունը, որ որպես հոգևորական, երբ որ ծառայում ես, սպայի կարգավիճակով ես գնում։ Այսինքն դու տուն ես վարձում, բայց ամեն օր պիտի գնաս զորամաս, ետ կա զինվորականների հետ լինես, մյուսը, ու ամեն մեկը իր ծառայելու տեսակը ուներ։ Ես կարծում եմ, որ կրկին, եթե պիտի զինվորականի հետ ծառայեմ, իր հետ պիտի սահմանել գնամ, առաջնագիծ էլ գնամ, որ հասկանամ իրան։ Եթե ուղղակի ես հերվիցելու իրան քարոզում եմ, ու ինքը գնում այդ վախերն ունի, թշնամու դիմաց կանգնած ինչ վախեր ունի, ես դա չէի կարող հասկանալ, մինչև իր հետ այնտեղ չլինեի։ Ու գնացել եմ իմ զորամասի հետ, ուր որ գնացել են, իրենց հետ գնացել եմ, ուր որ գնացել են։ Դա ճիշտ մոտեցումն է, որտեղ երբեմն շատ sense թեորետիկ խորհուրդներ ենք տալիս մարդկանց, բայց չենք անցնում, ասում եմ, եթե ուզում ես ինձ քննադատես, անցի հակիմ կոշիկներս եւ անցի իմ ճանապարհը, հիմա դեր ասածն է, որտեվ երևի դրա համար էլ այսօր դուք ավելի լավ եք հասկանում տարբեր մարդկանց, որոնք ձեզ դիմում են, տարբեր տարիքների, տարբեր դժվարությունների, ու դրա համար մարդիկ երևի իրենց համար ավելի թեթև է ձեզ դիմելը, որտեվ միգուցե ասենք տենց վերացական ինչ որ խոսակցություն չի լինում, խորհուրդ չի լինում, դրա համար ինչ է կատարվում Խոջալուից հետո 2013 թվական, հա 13 թվականին, այո, արդեն վերադարձա, ձեռնադրվեցի կուսակրոն հոգևորական, մինչև դա ես սարկավակ էի։ Կուսակրոն հոգևորական եմ ձեռնադրվել 3 տարի մայրաթորի հյուրընկալն եմ եղել։ Հյուրընկալը դա մի պաշտոնեություն էր, որ բոլոր հյուրերը, ովքեր որ մայրաթոր էին գալի ու գնում էին, ինչպես նաև վեհապարի ճամփորդություններ, ինքը ուր պիտի գնար, պիտի ետ գար, բոլոր մեր եպիսկոպոսների, դեսպանատների հարցերը ամբողջը ես եմ արել, այսինքն եթե պիտի վիզաներ բացվեր, եթե արտգործնախարարությանը պիտի նամակ գրվեր, եթե պիտի վեհապարին տոմսեր գնվեր, ուր պիտի գնար, որտեղ պիտի գնար, ով պիտի դիմավորեր, ամբողջը։ Նաև դրսից ովքեր որ եկել են գնացել են ու որ ժամանակին հերոստացույցով էինք տեսնում Ամերիկա, մյուսը, հետո սկսեցինք արդեն անձամբ տեսնել օդանավակայանում, անգամ օդանավակայանի աշխատողները միշտ զարմացած նայում են, դե անընդհատ պատկերացրեք սև հագուստով գնում ես գալիս ես 24 ժամ գիշերները Աստված թիվը տվել չի խնայել, Հայաստանում էլ բոլոր կարևոր թռիչքները բոլոր գիշերն էին իջնում։ Մի քանի անգամ որ այդպես տեսան բանկերը կար, եթե գործարք ունեի, միշտ այդ բանկերով էի անում, Կոնվերսբանկը մյուսը, որ գիշերը հեշտ էր, մի անգամ աղջիկներից մեկը հարցրեց, լավ հիշում եմ, ասեց, ձեզ շատ ենք տեսնում այստեղ, ինչ եք անում, մենք էլ ենք սիրում կատակ անել, ասեց, այստեղ եմ նշանակվել, ինքնաթիռները օրնում եմ տրնելուց։ Բայց չէի մտածել, որ պիտի հավատա ինքը։ Մի անգամ խոսելուց այդ օթաչուներից մեկին հարցնում ասում է, իսկ դուք որ գնում եք, դուք էլ եք օրհնություն ստանում։ Նոր նշանակված հոգևորականից։ 3 տարի շատ դժվար է եղել, որովհետև հավատացեք, ռիթմը աշխատանքի։ Միայն ռիթմը չէ, մեծ պատասխանատվություն կար, որովհետև ցեղասպանության 100-ամյակն էր։ Կազմակերպել ենք բոլոր հյուրերի գալ գնալը։ Մյուրոնորնեկը, Հռոմի պապի գալը, ազգային եկեղեցական ժողով, սարսափելի, ես գիշերներով չեմ քնել, 10 գիշեր, 15 գիշեր, որովհետև ամեն պատասխանատվություն պատկերացնում եք, չէ՞, եթե մի մարդու 20 րոպե ուշացումով տաներ օդանավակայան կորցներ իր տոմսը, վերջ։
Պիտի ամեն ինչը հաշվարկված ժամացույցի նման աշխատեր։ Իսկ եթե ինքնաթիռներ ուշանում, դա ոչ։ Ինքնաթիռը կարող ուշանալ ու այնտեղ սպասեր, երբեմն մոռանում են գրեին, որ չենք գալիս, գնում ենք 4 ժամ ինքնաթիռի տակը սպասում, որ վերջում հասկանում ենք, որ Եվ չի լավ եկել։ պատմություններ ունեք, չէ՞, այդ շրջանի հետ կապված։ Շատ կան պատմությունները, բայց Մի օր մեմուարներ կգրեք։ չէ, գրելը դժվար։ Բայց երբ որ վերջինը Հռոմի պապն էր, Հռոմի պապի գալ գնալը կազմակերպեցինք, բավականաչափ լավ դիմավորեցինք, ճանապարհեցինք, վերջը վեհապարն ասեց բավականա ուղարկում եմ քեզ սովորելու։ Ու գնացել եմ Իտալիա սովորելու։ Ահա։ 2016-ին գնացել եմ Իտալիա, սովորել եմ 3 ամիս իտալերեն, որից հետո մի անգամից գնացել եմ Պապական Գրիգորյան համալսարանը։ Կյանքից առաջի սխալ ասում եմ, բայց կյանքից մեծագույն սխալներից մեկը, սխալները շատ են։ Այնտեղ գործեցի, բայց մեղավոր չէի, որովհետև ես սովորել էի Հայաստանում, ես տեղյակ չէի եվրոպական կրթությունից, եւ մեկը չկար, որ ինձ ասեր, որ եղբայր, երբ որ գնում ես Եվրոպա սովորելու, մանավանդ երբ որ լեզուն չգիտես, այդ նախապատրաստական կուրսը պիտի վերցնես։ Կար նախապատրաստական կուրս։ Անշուշտ, բայց ես էլ բոլոր հայերի նման գիտեք, չէ, լավը մենք ենք, խելացին մենք ենք, յուրահատուկը մենք ենք։ Ինձ ասեցին նախապատրաստական կուրս, ասի բացառվում է, միանգամից մագիստրոսական կուրս են վերցնում, եւ հենց առաջիկից ամեկ ինձ ասում է 14 առարկա պիտի ընտրես, որ կրեդիտներ հավաքես։ Ինչ կրեդիտ։ Կրեդիտ ինչ է։ Իտալերենով։ Ու պատկերացրեք, որ 3 ամիս եմ իտալերեն սովորել, ինչքան պիտի մակարդակը լինի, իբր B1-ա, բայց B1 էլ չի։ Երբ որ քննության ժամանակ է գալիս, որ ամեն ընտրածս առարկայի համար 4 կամ 5 գիրք է տրված, որ պիտի կարդաս, հետո Հայաստանի նման չի, որտեղ լեկցիա են կարդում, մեզ դաս են հարցնում, մարդիկ գալի, ինձ ասելիքն ասում գնում էին։ Ինչ դաս հարցնում, սիստեմ ուրիշ է։ Ու երբ որ նստած դու 3 ժամ կարդում ես, թարգմանում ես ու հասկանում ես, որ 3 ժամ ընդամենը 2 էջս թարգման է։ Արդեն ասում ես վերջ տխուրա։ Այս սպիտակ մազերը կեսը որ գնացել է շրջանի արդյունքն է, բայց շատ գոհ ու շնորհակալ եմ Իտալիայում միսիոնարություն, կաթոլիկ միսիոնարություն եմ սովորել եւ մագիստրատուրաս եմ այնտեղ ավարտել եւ դոկտորան եմ այնտեղ ավարտել, PhD-ն։ Գերգերազանց ավարտել եմ, պաշտպանել եմ, որից հետո վերադարձել եմ Հայաստան։ Իմիջայլոց Իտալիայում սովորելու ընթացքում նաեւ հոգեվոր հովիվ եմ եղել։ 2.5 տարի ամբողջ Իտալիայի հոգեվոր հովիվ եմ եղել։ Վերադարձել եմ Հայաստան ու Աստծո կամոք Արդեն 2019 թիվ, հա? Արդեն չէ, 2016-ից մինչև 22, 6 տարի սովորել եմ ես։ 6 տարի սովորել։ 2 տարի մագիստրատուրա, 4 տարի դոկտորա եմ արել։ Այստեղ եկել եմ, եթե չեմ սխալվում, 2023-ին։ Այո, 2023-ին եք եկել, դեռ առաջի անգամ ես որ գալան էինք կազմակերպում, ես դες ժամանակ եմ հանդիպել։ 23-ի վերջ, որովհետև հիմա իմ 2.5 տարին է լրանում։ Ես հիշում եմ, որ 23-ի նոյեմբեր, կարծեմ նոյեմբերին էր գալան մոտավորապես, հա։ Առաջի անգամ այդ ժամանակ հանդիպել։ Բայց ամբողջ գործունեությունս 24-ի հունվարից եմ սկսել, առաջի պատարագը 24-ի հունվարի Սուրբ Ծննդյան պատարագն եմ արել։ Իսկ Բելգիան ընտրել եք։ Չէ, ճիշտ ասած, Խաչակ Սրբազանը ես չէի կարող Հայաստան Իտալիայից հետո շատ բարդ էր իմ համար, մանավանդ որ ադմինիստրատիվ աշխատանքի էին ինձ նշանակել, ես սովորել եմ միսիոներություն, բայց ադմինիստրատիվ աշխատանքի էի, անընդհատ բողոքում էի, անընդհատ վեհապարին ասում էի, չեմ կարող։ Խաչակ Սրբազանը վեհապարը հետ խոսեց, որ Բելգիայում հայերը շատ են, բայց տեղեր կա, որ հոգևորականի անհրաժեշտություն կա։ Վերջը վեհապարին որ խնդրեցի, վեհապարն ասեց, խնդիր չկա, կարող ես գնալ։ Ես դա խնդրում եմ, որ դու Հայաստանում մնաս, բայց կարող ես գնալ, եթե ուզում ես, խնդիր չկա։ Ու եկել եմ Բելգիա, ես չեմ ընտրել, Խաչակ Սրբազանն ընտրել, կանչելա։ Ինչու՞ն է կայանում Բելգիայում ձեր միսիան, հա, ոնց որ ձեր նպատակը որն էր։ Ամբողջ նպատակը գալ, եթե կա համայնք կամ ծրված համայնք, մարդկանց քարոզել, մարդկանց բերել ճշմարիտ Քրիստոսի գաղափարը եւ ոչ թե ֆիկտիվ քրիստոնյայի գաղափարը, որ մենք քրիստոնյա ենք, բայց իրականում չենք ընդունում, որ Քրիստոս Աստծո որդին է, իրականում չենք ընդունում, որ Քրիստոս մեր կյանքը կարող է փոխել։ Այդ խնդիրներն ունենք, այսինքն իրական Քրիստոսի մասին խոսել, ձևավորել համայնք, կազմակերպել համայնք, որ ունենանք ակտիվ իր կանոնադրությամբ, իր ինստիտուցիոնալ բաժանումներով ուժեղ համայնք, ու երբ որ տեսնեմ համայնքը արդեն ուժեղ է, թողնեմ գնամ ուրիշտեղ նույն process-ի մեջ մտնեմ։
Հիմա կարող է մարդիկ ամեն ինչ անեն, որ համայնքը չուրեղանա, որ դուք չգնաք Չէ, ասենք։ այդպես չի լինում։ Ես կարծում եմ իմ սեփական կարծիքն է, չնայած համոզվել եմ, որ մանավանդ կուսակերոնի պարագային շատ երկարաժամկետ կուսակերոնները չպիտի մնան մի համայնքում, որովհետև մեզ անընդհատ պետք է որ գործունեություն ծավալենք, երբ որ համայնքում ամեն ինչ կարգավորվում է, ամեն ինչ նորմալ է, դու այլևս գործունեություն չես ծավալում։ Եթե գործունեություն չես ծավալում, դա ավելի ամուսնացյալ քահանայի վայր է, որ ինքը պիտի իր հոգևոր խնամքը տանի եւ վերջը վերադառնա իր զավակներին իր կնոջը։ Իսկ մեր պարագային, այսինքն մենք այլևս գործունեություն չենք ծավալում, այլևս մեծ բան չունենք անելու։ Պետքա նոր Եվ մարդու համար ամենավտանգավոր բանը ի՞նչն է՝ պարապությունը։ Երբ որ պարապությունը մնում է, մարդը սկսում է զբաղվել հիմարություններով։ Ես չեմ կարծում, որ ձեր դեպքում պարապությունը խնդրեմ լինի, որովհետև ինձ թվում է դուք միշտ ձեզ զբաղմունք կգտնեք, այսինքն նոր ինչ որ չելենջներ կգտնեք ձեր Հավատացեք, համայնքում։ գալիս է, մի պահ գալիս է, որ այլևս չելենջի խնդիր չունես, այսինքն խորը ունես, բոլորն ունես, այսինքն առօրյա խնդիրն է։ Առօրյա ասենք ընտանեկան խնդիրներ են եւ այլն, որ դրա համար հենց ասում եմ քահանան ավելի լավ է։ Ապրիլի 7-ի համար միջոցառում կար ձեր եկեղեցունքից, ասենք, հա, տենց հրավիրել էին աղջիկները, եկա, մեծ հաճույք ստացա։ Ծրագրից նաև, բայց հատկապես զրուցել ենք դրա մասին իրար հետ, նաև կազմակերպիչի տեսակետից, հա, որ ասում եմ աչքս որ տեսնում է, ես չտեսա բացարձակ ոչ մեկին, ով ասում էր մեկին դու ես արա, դու ես ինչ ես անում, ու ասենք բոլորը մեկ մարդու նման ներգրավված էին այդ աթոռ դնելու, աթոռ հավաքելու սեղան ու յուրաքանչյուր մարդու հետ զրուցելու, որ ասենք ու քնքուշ այնց բան ճանաչում էի ես, բայց ասենք այդ ընդհանուր այդ տպավորությունը, որ մարդիկ կարողանում են նաև վայելել, այսինքն չկար մեկը, որ տանջվում էր, մնացածը վայելում էին, ինձ շատ մեծ հաճույք պատճառեց տեսնել նման համախմբում Անտվերպենում, որտեղ առաջ ամեն ինչ Բրյուսելում էր կենտրոնացած ու կարծում եմ մարդկանց համար երբեմն դժվար է, ասենք Լիեժում հիմա ունենք Հարի Մաղաքյան նաև Մեխելինում եք անում, Լանակնում են անում, գտնում եմ որ շատ ճիշտ է, բոլորը չեն կարող գան դեպի եկեղեցին։ Երբեմն մարդիկ իրանց առօրյան, իրանց գործը կամ այդ ձեր ասած դե լավ մյուս անգամ, իսկ որ եկեղեցին գնում արդեն, ես գիտեմ որ Զարային քեզ շատ ուրախ են, որ Լանակենում էլ լինում պատարակներ եւ այլն, շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան ունենան ինչ-որ մի տարածային մոտիկության առումով, էլի, ոչ չեն կարա բոլորը գան Բրյուսել։ Ես տեսա Զատիկի պատարակի ժամանակ, օրինակ Բրյուսելը լիքներ, Անտվերպենը լիքներ, Լիեժը լիքներ, ու ես դա ուրախանում եմ, որովհետև նշանակում է ավելի շատ մարդիկ են սկսել գնալ պատարակների ու ծառայությունների, չէ՞։ Ինձ թվում է համայնքի չեմ կարող հավատքը շատացել է, բայց մարդիկ ավելի շատ հաճախ են սկսել գնալ եկեղեցի։ Իմ 6 տարվա կրթությունը մանավանդ միսիոներության շրջանում միշտ ճանապարհներ ուղղությունները ցույց է տալիս, թե մարդը ինչու պիտի գա եկեղեցի։ Միշտ ուղիներն ենք ուզում նայենք, թե մարդը ինչու է ուզում եկեղեցի գնա։ Նույն մարդիկ միշտ եղել են, բայց ի՞նչն է մարդուն ստիպում կամ ստիպելը չէ, ինչու պիտի ինքը եկեղեցի գնա։ Փաստացի 3 հատ կարևոր խնդիր ունենք այստեղ Սփյուռքի մեջ, ինչը որ մարդուն կբերի եկեղեցի ու ինքը չի ուզենա եկեղեցից դուրս գա։ Առաջինը պակասություն ունենք հայրենիքի ու ընտանիքի։ Դոն մեկս մյուսին տեսնենք։ Չնայած որ ինձնից լավ գիտեք, որ մարդիկ կան, որ չեն ուզում մեկը մյուսին տեսնեն։ Գոհել։ Երկրորդ կարևոր բանը, եկեղեցում միշտ պիտի դրական էներգիա լինի, պոզիտիվ, որ մարդը ամբողջ շաբաթվա ընթացքում այդ իր ծանրությունից, ծանրաբեռնվածությունից գա մտնի եկեղեցի, եկեղեցուց ինքը թեթևացած գնա։ Ինքը պիտի եկեղեցում ամեն ինչը թողնի, Աստծո խաղաղությունը վերցնի ու գնա։ Որ վարքյանին եկեղեցում հակառակ եղավ, մի հատ էլ եկեղեցում այդ մարդուն սկսեցին, որ դու այսպես պիտի անես, դու այսպես, այդ մարդը ավելի ծանրացած դուրս կգա, այլևս չի վերադառնա։ Երրորդ կարևոր բանը, մարդը պիտի հասկանա, որ եկեղեցում ինքը պիտի գտնի այն ինչ որ աշխարհում չի գտնում։ Պիտի գտնի իր արժանապատվությունը։ Մեր եկեղեցի մտնող յուրաքանչյուր անձ պիտի հասկանա, որ ինքը ունի նույն արժեքը, ինչ որ երկրորդը ու երրորդը, չկան տարբերություններ։ Բոլորը համահավասար են։ Ինքը եկեղեցի գալուց պիտի սեր գտնի, ինքը պիտի հասկանա, որ իրան անսահման սիրում են,
Այսինքն բոլոր այն կոմպոնենտները, որը չկա աշխարհում, աշխարհը չի տալի մարդուն, պիտի եկեղեցին տա։ Բացի հավատքն եմ ասում։ Հավատքը կենտրոնական տեղն է։ Այս Պողոս Արաքյալը լավ խոսք ունի, չէ՞, աղքատի հետ աղքատ եղա, օրենքից դուրս եղա, ամեն ինչ եղա, որ միասին գնանք դեպի Քրիստոս։ Եկեղեցին այդ տեղը պիտի լինի, որ ով էլ մտնի, դու իր լեզվով խոսաս, իրեն հասկանաս, որ միասին քայլենք դեպի Քրիստոս։ Դա է ու առավել քան վստահ եմ, գիտեք, որ եթե գետը վարարա, այդ գետից կարող ես 6 այգի ջրել, պիտի 6 այգին էլ պահես, չպիտի մտածես, որ լավ է մի հատ այգի պահեմ, ջուրը լցնեմ, միևնույնն է, այդ ջուրը վարար է, դու եթե մի քանի այգի էլ տնկես, ինքը բոլորը բավարարելու է։ Հիմա Բելգիայում ավել քան 40,000 հայ կա։ Մի եկեղեցի Անտվերպենում կլինի, մեկը Մեխելենում, մեկը Օստենդում, մեկը Բրյուսելում, մեկը Զավենթենում, մեկը Լիեժում, որտեղ որ լինեն, եթե կա հայերի քանակություն եւ հայերը կարող են եկեղեցի պահել, թող լինի շատ, թող շատ լինի, թող միտեղ չի լինի, թող անընդհատ տարբեր տեղեր լինի։ Հետո գիտեք, նաև շատ լավ է հիմա 3 տեղ եկեղեցի կա, միտեղ տեսնում ենք, որ մի բան արեցին, մենք էլ ենք ոգևորում, չէ՞, մենք էլ անենք, ասում է շահում է եկեղեցին, շահում է ժողովուրդը։ Իսկ դուք 3 եկեղեցով իրար հետ համախմբվում եք, անում եք ինչ որ ընդհանուր ծրագրեր, Քիչ է լինում, բայց այո, օրինակ ճամբարը, ամառնային ճամբարը 3 եկեղեցով ենք անում։ Ունեցել են երիտասարդների ճամբար 3 անգամ։ Նորից բոլոր եկեղեցիները միասին են արել։ Այսինքն հիմնականում ինչ որ վերաբերվում է, որ պիտի ժողովրդի հետ կապված որևէ ծրագիր, այո, 3-ով ենք անում, բայց մյուս կողմից պիտի անկեղծ ասեմ, հիմնականում վերաբերում է փոքրերին ու երիտասարդներին, որոնց մեջ երբեք չես կարող բաժանում մտցնել, որոնք ավելի ջինջ են, ավելի հեշտ են մեկի մյուսի հետ կապվում։ Բայց ծրագրեր կան, որ չենք կարող 3 եկեղեցով անել, երբեմն, որովհետև պահանջն է ուրիշ։ Հիմա ես Անտվերպենում կարող եմ այնպիսի բան կազմակերպեմ, որ դա Բրյուսելին պետք չի։ Իրենք դրանց կարիքը չունեն։ Դրա համար իրենք չեն մասնակցի։ Նույնը Բրյուսելը կարող է կազմակերպել որևէ բան, որ Անտվերպենը։ Իհարկե, դա Բայց միշտ փորձում ենք 3 եկեղեցու միասին անենք, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մի առաքելական եկեղեցու սպասավորներ, զավակներ ենք։ Այդ միտումը ունենք, heç կապ չունի, որ ինքը որտեղ է գտնվում։ Կարծես ասես, որ չնայած տեսեք, էլի ասում եմ, կամ էր մեջ, բայց կարծես ասես, որ քանի ես Հայաստան աշտարակում եմ, իմ հայրենիքն է, քանի Հայաստան լոռիում եմ, իմ հայրենիքը չի։ Չէ, մենք Հայաստանը ընդհանուր կոմպոնենտ ենք պատկերացնում, որ Հայաստանը մեր հայրենիքն է։ Բայց արյուտուշ ժամանակին նաև լոռեցի, գյումրեցի, մյուսի հետ բաժանումներն էլ կար։ Հա, մենք սիրում ենք, մենք դաժե Երևանում ենք ասում, դու կոմբան ես, բանգլադեշցի ես, դու կոմիտասցի ես, դու սենց ես, մասիվ արես եւ այլն։ Իսկ մեր մենտալիտետի մեջ կա այդ բաժանությունը։ Ուզում եմ 2 բառով մեզ պատմեք, ձեր եկեղեցու մասին Անտվերպենի, որտեղ վերջերս գնեցիք եկեղեցին, շնորհավորում ենք, չգիտեմ, կարանք ասենք շնորհավորում ենք եկեղեցին, հա։ Շնորհավորում ենք բոլորիս։ Բոլորիս, հա, շնորհավորում ենք, որտեղ դա հսկայական միսիա էր, որը այդքան էլ հեշտ չի տրվում Եվրոպայում կամ Բելգիայում։ Կասեք մի 2 բառ ձեր եկեղեցու մասին, մեր եկեղեցու, Անտվերպենի եկեղեցու, ասենց ասենք։ 2 բառ, չգիտեմ 2 բառ որտեղից սկսեմ, հիմա կարողա վաղը հարցազրույցը լսեն ու յուրաքանչյուր մարդ ասի, որ Հայ Սուրբը մոռացավ մեր մասին խոսի, այլ մեր մասին խոսի, ընդհանուր բնութագրով կասեմ։ Ընդհանուր, հա, ստրուկտուրան։ Զուտ ընդհանուր բնութագրով։ Նպատակ չի եղել սկզբից եկեղեցի գնելու։ Սկսել ենք պատարակները Տիկնաց Միության հետ, երեկոյան ենք պատարակներն անում, հետո որոշեցինք, որ չէ, պիտի առավոտյան լինի, որովհետև առավոտյան մարդիկ ավելի շատ են գալի։ Տիկինները մի քիչ դժվարություն ունեն, քանի որ դասեր կար, չգիտեմ, թորներ կար, նաև այդ եկեղեցին չէին տալիս առավոտյան։ Ու երիտասարդներից մեկի հետ սկսեցինք փնտրել, ինքն էլ ինձ առաջնորդում։ Երիտասարդ պատկերացրեք, գնացինք, փնտրեցինք, գտանք այս եկեղեցին, որը որ վաճառքի էր դրված։ Ասացինք, որ չենք կարող առնել, բայց կարող ենք վարձակալել, ասեցին ոչ։ Հետո ասեցինք, տվեք վարձով, միգուցե մեր ժողովուրդը սիրի, հավանի եւ փորձենք գնել եկեղեցին։ Համաձայնվեց։ Փառք Տիրոջը մարդը համաձայնվեց։ Կերկ ֆաբրիկը համաձայնեց ու սկսեցինք մեր պատարակները այդպես կազմակերպել։ Նշեմ, որ առաջի տարին ու տարի ու կես, առաջին 1 տարին ամբողջ իմ մնալու ծախսերը իր վրա վերցրեց Ասլանյան ընտանիքը։ Վաու։
խնդիր կար, որտեվ համայնքը ոչ դրամական միջոց ուներ, ոչ Չկար։ մի բան չուներ, Ասլանյան ընտանիքը ասաց, որ 1 տարի մենք պատրաստ ենք հոգեվորականին պահենք, փոփոխություն կլինի, համայնքը կհավաքվի, կմտածենք։ Երբ որ համայնքը հավաքվեց, էլի մեծ ֆինանսական շարժ չունեինք, պարոն Ասլանյանը հետ խոսեցինք, ասեցինք, իսկ հնարավոր է 1 տարի էլ կես դրույքը դուք պահեք, կես դրույքը համայնքը, անշուշտ։ Ես վստահեցնում եմ, որ մեր համայնքում տղաներ կային, որ իրենք ասացին առանց որևէ խնդիր, այսօր մենք ես ամեն ամիս ինչ որ տոտ բան գտանք, ես հրաժարվել եմ, որովհետև ասել եմ ոչ։ Մենք պիտի տեսնենք համայնքը, ի վիճակի է թե չէ, որ ինչ որ մի քայլ անենք։ 2 տարի հետո մեր համայնքը ամենալավ ձևով իր հոգեվորականին սկսեց պահել։ Երբ որ երկրորդ տարին արդեն ուզում էր լրանալ ու մենք հասկացանք, որ համայնքի այդ դրամը հավաքում է, մենք հասկացանք, որ մենք կարող ենք եկեղեցի ունենալ ու պահել։ Գաղափարը եկավ շատ արագ մեր մանավանդ ծխական խորհրդի հիմնականում երիտասարդ տղաներ են մինչև 40-41 տարեկան, շատերը որ եկեղեցու հետ կապ չեն ունեցել, չգիտեն ծխական խորհրդի ինչ է, 24 ժամով խոսում էին, բայց երիտասարդական միտքն ու ուղեղն էլ իրենը արեց, որովհետև լավ բաներ կազմակերպեցին, նկարեցին, վիդեոներ, մյուսը միջոցառումներ արեցին, բարեբախտաբար նախ եկեղեցու գինը շատ բարձր էր ու իջացրեցինք բավականին, երկրորդը այդ տարածքները, որ այդ եկեղեցու հետ տրվեցին, դա շատ մեծ ձեռքբերում էր, կարճ ասենք, որ 50%-ը վճարեցինք եկեղեցու, նոտարական գումարները տվեցինք, հաշիվ դնում դեռ դրամ ունենք, դեռ 15 տարի պիտի մուծենք, բայց առավել քան վստահ եմ, որ դրանից առաջ կվերջացնենք, բայց ամենամեծ ձեռքբերումը դա մեր եկեղեցու կանոնադրությունն է, որ ինքը կարծես լավագույն կանոնադրություններից մեկն է համարվում, մանավանդ եվրոպական եկեղեցիների մեջ, եւ ուզում ենք, որ այդ կանոնադրությամբ նաեւ այլ եկեղեցիներ էլ ունենանք, որը որ երբեք ոչ մեկին չի տալիս բացարձակ իշխանություն, բայց միևնույն ժամանակ այն ժողովրդին է տալի բացարձակ իշխանություն։ Այսինքն այն ինչ որ մենք ձեռք բերեցինք, Անտվերպենում ինչ որ մենք ունենք, եկեղեցին իր շինությունները, բոլոր գույք ինչ որ մենք ունենալու ենք, օրինակ սկի ենք առնում, մյուսը ինչ որ տեսնում եք, այդ եկեղեցին ամեն իր գույքով ու հետագա իր բոլոր ֆինանսական միջոցներով կանոնադրությամբ սևը սպիտակի վրա գրված է, որ պատկանում է եկեղեցու բոլոր անդամներին։ Ով իրեն եկեղեցու անդամ է համարվում։ Հատուկ ինտերնետ էջ ունենք, կայք ունենք, որտեղ մարդիկ գրանցվում են որպես անդամ։ Գրանցվում են, հետագայում էլ կարող է ինչ-որ փոքր անդամավճար տրվի կամ ինչ-որ մի բան, բայց այսինքն դա շատ հետագայի բան է, ով իրեն համարում է անդամ, ինքը համարում է եկեղեցու սեփականատեր։ Եվ Աստված մի արասը, վաղը մյուս օրը գլոբալ հարց կլինի, ինչ որ հարց պիտի լուծեն, մինչև այդ անդամների մեծամասնության համաձայնությունը չեղավ, ոչինչ ոչ մեկը չի կարող անել։ Դա է ամենամեծ գլոբալ պատճառներից մեկը, որ մարդիկ սկսեցին առավել եւս եկեղեցու վրա աշխատանք տանել։ Հավատացին, որովհետեւ գիտեք, այնքան մեր ինչ էի ասում, որ խոսակցությունները շատ էին, չէ՞։ Մի մասն ասում էր, որ չէ, եկեղեցին կոնկրետ մարդու պիտի պատկանի կամ չգիտեմ, կոնկրետ մայրաթորի սեփականությունն է, ոնց ուզեն այդպես պիտի անեն։ Մյուսն ասում էր, չէ, պիտի եկեղեցին ուրիշ ձևով լինի, ընդհանրապես էջմիածինը կապ չունենա, մենք ոնց ուզենք անենք։ Այս գաղափարները միշտ պտտվում էին, բայց իրականությունը նա է, որ այո, եկեղեցին մայրաթորի կանոնադրությամբ է գրանցվել, ինչու համար, որովհետև մեջ գրված է, որ եթե օրերից մի օր Բելգիայում, Անտվերպենում չէ, Բելգիայում այլևս հայ չմնա եւ պետքությունը լինի բոլոր եկեղեցիներում, մասնավորապես մեր եկեղեցին լուծարել, ինչ որ մնա, պիտի գնա մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Եվ ես ինքս հարց եմ տալիս, ներողություն, դուք ավելի ցանկանում եք, որ պետությունը վերցնի կամ որևէ մեկի սեփականությունը դառնա դա, մենք ոչ մեկս չենք հավաքվել, չէ՞, եկեղեցին կառուցել, որ ինքը վաղը մյուս օրը Պետրոսի թորան կամ ծորան սեփականությունը դառնա։ Բայց առավել եւս ասում եմ, եթե դուք համոզված եք ու վստահ եք, որ Բելգիայում գոնե հաստատ ձեր թորները լինելու են, այդ թորները չեմ ասում, ձեր թորները լինելու են, վերջ եկեղեցին ձերն է, կանոնադրությամբ սևը սպիտակի վրա գրած։ Եվ երրորդ կետն էլ ասեմ, շատ կարևոր, որ կանոնադրությունն էլ կարող են միմիայն փոխել այն ժամանակ, երբ որ բոլոր այդ մարդիկ նորից հավաքեն ու որոշեն, որ կանոնադրություն փոխեն։ Հայերին ճանաչելով այդ բոլոր մարդիկ չեն հանդիպել իրար հետ, Այդ իրար, մի քանի հարց եմ պատրաստել Մարիշի հարցերից։ Ինչպես եք ուզում, որ ձեզ հիշեն։ Անկեղծ ասեմ, ինչպես որ կա, այդպես եմ ուզում, որ հիշեն։
Վերջերս ինտերվյու էի անում Արտուրի հետ, Բարսեղյան։ Մի տարի այն Մարիշի հաղորդումը գնում է, իսկ թվում է ինքը թակավորներ հարցերին չպատասխանելու։ Նմանապես այսինքն հարցեր էր տալիս, ասենց ընդհանուր ինչ-որ վեհացական պատասխաններով հիմա դրա համար։ Եթե ստիպված լինեիք կյանքի մնացած մասը անվճար ինչ-որ մի բան անեիք, ինչ կանեիք։ Ահա, պսակներ կանեի։ Ինչ եմ ասում, որովհետև կարծեմ թե իմ ամբողջ կյանքի հենց առաջի պատրաստակամությունը դա է արել, որ ամեն ինչ անվճար անեմ։ Այսինքն, երբ որ մտել եմ եկեղեցական ասպարեզ, աղքատության ուխտ եմ տվել։ Որ իմ ուխտ կա։ Ուխտն է, կոչվում է աղքատության ուխտ, որ ես պիտի պատրաստ լինեմ ամենաաղքատ ճանապարհով գնամ, անգամ եթե ոչինչ էլ չունենամ, բայց համայնքի համար անեմ։ Դրա համար երբեք չես էլ սպասե, ես անձամբ երբեք չեմ էլ սպասե, որ որևէ բան պիտի անեմ ու դրա համար վճար ստանամ։ Չգիտեմ որ դες բան կա։ Ինչպես եք վերաբերվում դժվարություններին եւ ոնց եք դրանք հաղթահարում։ Շատ լավ եմ վերաբերվում դժվարություններին, որտեվ վստահություն ունեմ, որ դժվարությունների մեջով այն մարդիկ, ովքեր որ անցնում են, իրենք ավելի ամուր են դառնում, ավելի պինդ են դառնում, քան նրանք, ովքեր որ երբեք դժվարություն չեն տեսել։ Երկրորդ ամենակարևոր բանը, եթե իմ կյանքում չլինեն դժվարություններ, չեմ գնահատի հեշտությունները, այն վիճակները, որտեղ որ այդ դժվարությունները չկան։ Հաղթահարման մեկ սկզբունք կա, ամեն մեկս որ կնքվում ենք, մկրտվում ենք, միշտ հարց ենք տալու, չէ՞, ինչ ենք ցանկանում։ Հույսեր, հավատ, մկրտություն։ Եթե այդ երեք կոմպոնենտը մեր կյանքում կա, հույսը, սերը, հավատը, մեր համար ոչ մի դժվարություն խնդիր չի։ Առաջ է գալ այն ժամանակ, երբ որ երեքից մեկը բացակայում է, կամ սերն է բացակայում, կամ հույսը, կամ հավատը։ Արդեն դժվարությունը մեր համար դառնում է ամենածանր վիճակը։ Որն է եղել ձեր կյանքի ամենադժվար պահը։ Եթե կենտրոնանամ, որ ամենադժվար պահը չեմ կարող հստակ չեմ կարող ասել, որովհետև անցել են դժվարությունները, անցել են մեկը մեկի հետևից անցել են։ Ուզում եմ մի պահ կանգ առնել, ասեի հորս կուրուսն է եղել, բայց հորս կուրուսն ինչպես ասեցի, որքան դժվար է եղել, այնքան էլ ինձ հավատքի է բերել։ Հավանաբար իմ ամենադժվար պահը կյանքի, որ եղել է, կա ու մնում է, դա իմ ներքին պայքարն է։ Որ շատ ժամանակ հավատքը տկարանում է, շատ ժամանակ հավատքը զորանում է, դա է։ Իսկ ձեր ամենաերջանիկ պահը։ Չունեմ հստակ երջանիկ պահեր չկան, որ ասեմ սա ամենաերջանիկն է եղել։ Հիմա այսօր խորի փորձ ենք անում, ես աղջիկներին ասացի Կիրակի օրը մի լավ երգ կա, շատ լավ երգեցին, ես երջանկությունից փայլում էի։ Այսինքն իմ մոտ երջանիկ պահերը շատ են լինում, բայց որ ասեմ կոնկրետ այս մի օրը ամենաերջանիկն է եղել, չեմ կարող ասել։ Ունեք սովորություն տոնելու ձեր ձեռքբերումները։ Անպայման, պարտադիր ձևով։ Ոնց եք տոնում։ Հիմնականում որտեղ որ ինձ ձեռք բերում եմ, հենց այդ ձեռք բերվածների հետ էլ տոնում եմ։ Լավ գործ է։ Ինչի համար եք երախտապարտ կյանքում։ Որ կամ որ ծնվել եմ։ Որտեղ է ձեր ուշադրությունը տվյալ պահին։ Միկրոֆոնի վրա։ Ընդհանրապես կյանքում։ Կա ինչ-որ բան, որի համար զղջում եք։ Շատ բան կա։ Մի բան չէ։ Ինչ որ չեմ արել, ամեն ինչի համար զղջում եմ։ Կփոխեիք ինչ-որ բան ձեր կյանքում, եթե կարողանայիք։ Պարտադիր։ Անցյալում։ Անցյալում էլ, ներկայում էլ, ապագայում էլ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ժամանակի համար ու մեր հետ կիսելու համար ձեր անցած ճանապարհը։ Վստահ եմ, հուսով եմ, որ շատ մարդիկ մի քիչ ուրիշ անկյունից կճանաչեն Հայրտիրայրին եւ ձեր միսիան Բելգիայում եւ ավելի, ասենք նրանք որ Անտվերպենում չեն ապրում, բայց միշտ տեսել են եւ լսել են։ Մեր ունկնդիրներին էլ կխնդրեմ, որ լսեն, կիսվեն իրենց կարծիքներով, իրենց տպավորություններով եւ ուզում եմ բոլորին ասեմ, որ յուրաքանչյուր պատմություն կարեւոր է։ Չկա փոքր մեծ պատմություն, յուրաքանչյուրիս կյանքը արժանի է պատմելու, լսելու եւ կիսելու։ Ես շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեցա, իմ մոտ էլ քիչ է լինում անկեղծ ու բաց զրույցները, շնորհակալ եմ, որ այդ առիթը տվեցիք, որ բաց անկեղծ զրուցեմ։ Ես էլ մեր ունկնդիրներին ուզում եմ ասեմ, որ անպայման կիսվեք, գրեք, եթե որոշակի հարցեր հետաքրքրում են ասեք, բայց կուզեմ շեշտեմ, որ մազերից ուշադրություն չդարձնեմ, բավականին խուճուճ եւ լավ մազեր եմ ունեցել, բայց պատմությունները, որ պատմեցի, դրա համար ստիպված հիմա պոչիկ ենք պահում, որովհետեւ սրանից տարիներ առաջ չէինք հասկացել, որ կրեդիտներ պիտի հավաքենք։ Շատ շնորհակալ եմ լավ հաճելի հաղորդման համար, շնորհակալ եմ լավ հարցերի համար, շնորհակալ եմ այս հնարավորության համար։